Այդ ամենը դες համար լարված իրավիճակ չէ, ստանդարտ է։ Աստված օգնի եւ օրհնի ձեզ անիջան։ Ամենայն բարիք եմ մաղթում ձեզ, ձեր ընտանիքին, թող Աստծո աջը միշտ ձեր վրա լինի, շնորհակալություն։ Հիմա կարող է դուք էլ եք պատարակ պատրաստում մատուցել։ Դες տպավորություն ստացա, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Շարունակեք Նյուդեյեմը ակտիվորեն տարածել։ Ես շատ շնորհակալ եմ ձեզանից։ Զբաղվեք, մենք այդքան ռեսուրս չունենք, որ զբաղվենք լրատվամիջոցի PR-ով, տարածեք։ Աստված օգնի ձեզ անիջան։ Հուսամ գոնե Աստված կկարողանա ձեզ օգնել։ Նախորդ իրակի, եթե չէիք եկել, ապա ինչու այստեղ չէիք։ Պարտավոր չէ ձեզ հաշվետվություն Եվ ձեր եղբայրը օրինակ նախընտրեց եկեղեցու բակում մնալ, բայց ներս չմտնել։ Դուք հենց բուն պատարակին մասնակցելու եք։ Երևի, այսինքն դեռ հստակ որոշում չունեք։ Որոշում ունեմ, եթե ներսում շատ մարդ չլինի, հնարավոր է Ես ուզում եմ ձեզ հարց տալ, ուզում եմ, որ շատ անկեղծ պատասխանեք։ Ես միշտ եմ անկեղծ պատասխան, մի տարբերություն ձեզ։ Ինձ մոտ օրինակ տպավորություն, ես միշտ անկեղծ եմ։ Ինձ մոտ օրինակ տպավորություն ստեղծվում, որ բազմաթիվ այդ թվում քրպականներ այս իրավիճակից սրտ նեղած են։ Բոլորը Չեք ասում, պարոն Ալեքսանյան։ Ես չէ, նոր կարծեմ ասեցին Կտրիչ Ներսիսյանի դուստերն եմ կարող եմ մասնակցել։ Կարող է թե Ինչ է, լավ։ Իմ հետ եք։ Մենք ինչ-որ պայից սկսեցինք։ Որ խնդրեմ խմբերում եք տարած այսօրի կողմից։ Այսքան Որդու չասեցի, Օնի մոստը։ Այն աղջիկն ասեց։ Սա Կտրիչ Ներսիսյանի դստեր Հայրյանունն է։ Կտրիչ Ներսիսյանի դստեր աշխատանքի վայրը։ Կտրիչ Ներսիսյան դրա մասին 7 տարի է դուք իշխանության եք գուցե։ Ինչ որ պահի այդ փաստերը ուղղակի հաստատվեցին։ Այդ խոսակցությունները մշտապես եղել են եւ այդ խոսակցությունները հաստատվեցին։ Հիմա որպես քրիստոնյա դուք ինչ զգացողություններով եք եկեղեցի մտնելու եւ Ստեփան Ասատրյանի ձեռամբ մատուցվող պատարակի մասնակցելու։ Շատ քրիստոնեական։ Վստահ լինելով, որ այն ինչ տեղի է ունենում եկեղեցու ներսում, իր մեջ աստվածային խորհուրդ է պարունակում եւ ոչ թե Կտրիչ Ներսիսյանի ու իր կլանի կողմից էլի հերթական
մեղքի մեջ թաղված մի բան է։ Քրիստոնեությունը ինչ է ասում, ասում եք ովքեր մի ստեղծել ձեզ համար, հիմա փաստորեն դուք ընտրում եք ոչ թե գաղափարը, այլ անձին կուրքին, կուրք եք ստեղծել ձեզ համար։ Որ գաղափարն է։ Դուք ընտրել եք եկեղեցական Այսինքն գաղափար ասելով նկատի ունեք յաշիկ քշելու գաղափարը, որը քշում է արշակ, եպիսկոպոս չգիտեմ ինչը։ Ով որ եկեղեցի, ով է եկեղեցի։ Եկեղեցու դեմ դուրս է եկել Կտրիչ Ներսիսյանը, երբ որ խախտել է կուսակրոնության ուղղը, եկեղեցու դեմ դուրս են եկել Կտրիչ Ներսիսյանի այդ թայֆայի գրեթե բոլոր երևելի դեմքերը, որոնք որ փաստացի իրանց սպառում են, ինչպես չգիտեմ, մինի օլիգարխներ, ցոփ ու շվայտ կյանք են վարում աշխարհիկ հաճույքներից, ընդհանրապես չեն հրաժարվում։ Ձեր կողմից ու էլ չասեմ թե ինչ նողտալի մեղքերի մեջ է։ Այսքան տարի հնազանդությամբ ծառայեց Գարեգին երկրորդին։ Ինչու հնազանդվեց։ Կներեք, այն հարցերը, որոնք որ պետք է տակ Տեր Արամին, խնդրում եմ տվեք այդ հարցերը Դե Տեր Արամին։ աջակցում եք, ընդունում եք, ասում եք ձեր քահանան եք, գուցե հետագայում կաթողիկոսը դարձնեք։ Մեր կանոնագրքով չի կարող ամուսնացյալ քահանան դառնա կաթողիկոս, ու կարծես սխալ եք հասկանում ամեն ինչը։ Ժամանակավոր տեղապահ, վարչապետ մեր ասում։ Դե ասում եք կաթողիկոս, չեք ասում ժամանակավոր տեղապահ, ես ասում եմ չի կարող կաթողիկոս լինել ամուսնացյալ մեր կանոնագրքերի համաձայն։ Բացառում է մեր կանոնագրքերի պայմաններով ինչ որ մեկը լինի ամուսնացյալ, քան ինչպես որ բացառում են որ Կտրիչը հիմա կաթողիկոս է, այդպես էլ բացառում եմ նման բանը, քանի դեռ մեր կանոնագրքերը կան, այ օրինակ հրապարակ օրաթերթն էլ այստեղ ներկայացված է, հարցրեք հրապարակ օրաթերթին, որ այդ հոդվածը գրել էին, որտեղ ներկայացրել էին Կտրիչ Ներսիսյանի դստեր անունը, դստեր ազգանունը, դստեր աշխատանքի վայրը, դստեր զբաղեցրած պաշտոնը, խոսել էին դստեր գոլեգաների հետ, հարցեր էին տվել, անունը չեմ նշում, որպեսզի անձին չթիրախավորեմ, բայց Կտրիչովն է։ Անուն Կտրիչովն է։ Այդպես է դիմում ու այդպես է ներկայացված հրապարակ օրաթերթի հոդվածում, խնդրեմ հարցրեք հրապարակ օրաթերթի։ Իսկ իշխանության չգիտեք այդ մասին, որովհետև հիշում ենք անգամ Նիկոլ Փաշինյանը Ես հասկանում եմ իհարկե, որ Կտրիչ Ներսիսյանի ու իրեն բոլոր սատարողների միակ արգումենտը, որ այս պահին մնացել է, դա հետևյալն է, բա ինչի 7 տարի շարունակ սրա դեմ չեք պայքարել կամ այս հարցը չեք լուծել, բայց ես կարծում եմ դա շատ փոքր ու շատ թույլ արգումենտ է որպես այդպիսի։ Պարոն Ալեքսանյան, չեք իմացել այսինքն, թե իմացել եք դրա։ Այսինքն դուք հիմա իմանում եք։ Դուք շարունակում եք իմանալ։ Չէ, մենք չենք ասում, ես ձեր հոդվածն եմ օրինակ կարդացել, հրապարակ օրաթերթի։ Ստել է հրապարակ օրաթերթի որպես հոդված։ Այսինքն Կտրիչ Ներսիսյանը դուստր ունի։ Այսինքն դուք հաշտեք այն մտքի, որ հայոց կաթողիկոս կարակ համարեք մեկի, դուք հաշտեք այն մտքի հետ, որ կարա ինչ-որ մեկ ինքն իրան հայտարարի կաթողիկոս ու ունենա դուստեր ըստ ձեր Մենք հոդվածի։ հաշտենք այն մտքի հետ, որ կարելի է մարդու անձնակասենյակում տեսախցիկներ դնել եւ հրապարակել։ Ես դրա դեմ եմ ու ես շատ եմ լսել, որ Կտրիչ Ներսիսյանը կոմպրոմատներ է հավաքում եկեղեցականների վրա, խստորեն դատապարտում եմ այդ պրակտիկան։ Մի շարք քահանաներ դրա մասին խոսել են տարբեր հարցազրույցներում, խստորեն, գերխստորեն դատապարտում եմ դա ու ել ավելի մանրանալ այդ թեմայի մեջ չեմ պատրաստվում, քանի որ նորից եմ ասում, դա իմ համար սովետական KGB-ից մնացած ինչ-որ մի հատ նողկալի դրսևորում է, որի հետ ես գենետիկ մակարդակով անհաշտ եմ միանշանակ, բայց այն որ տարբեր եկեղեցականներ մեղադրում են այո Կտրիչ Ներսիսյանին եկեղեցականների վրա կոմպրոմատներ հավաքելու հարցում, դա միանշանակ այո լսել եմ նմանատիպ հարցազրույցներ եւ պնդումներ։ Հիմա ձեզ հայտնի է Վեհարանը երբ եք գնալու վեհապարից ազատագրելու, այսպես ասած։ Վեհապարն ով է։ Կաթողիկոս ամենայն հայոց կաթողիկոսը նշել եք, չէ՞, Նիկոլ Փաշինյանն էլ ասել։ Դուք հիմա այստեղ պնդում եք երկու բան։ Ասում եք ձեր հոդվածը սուտ չի հրապարակի։ Ես էլ եմ կարծում, որ սուտ չի, ավելի վստահ եմ, որ այդ մի հոդվածը առնվազն սուտ չի։ Բոլորն են ճիշտ ասում։ Հա, շատ լավ։ Դե ուրեմն այդ մեկն էլ է ճիշտ, ու Կտրիչ Ներսիսյանը ունի դուստր։ Այդ դուստրը աշխատում է կոնկրետ տեղ, այդ դուստրը կա։ Կարծեմ արդեն թորներ էլ ունի Կտրիչ Ներսիսյանը։ Փակելով այսօր եք պատրաստում եք զարվել, թե հրախտին զանգ չի գալիս մեդիայով, թե ուզում եք այդ պատերվակով պատասխանել այդ հարցերին։ Պապայան, կրկին պատրաստում եք նրանից սուրբ հաղորդություն ստանալ։ Ձեզ համար ընդունել եք, որ Բայրատները չէ նրան կարգալույծ արեց հոկտեմբերի 21-ի որոշումը։ Կարգալույծ եղած մարդիկ, հա, ասենք այն մարդիկ, ովքեր որ ուրեմն ունեն մի քանի երեխաներ, բայց չպիտի ունենային, այն մարդիկ, ովքեր իրենց հարազատների հետ կներեք էլի, սրբապղծություններ են անում, այն մարդիկ, ովքեր որ հետևում են
բարձրացան քահանաներ ինչ որ սեռական ոտնձգությունների մասին է խոսք գնում երիտասարդ ուրեմն տղաների նկատմամբ ու դրան որևէ արձագանք ոչ մեկ չի ասում այդ մարդիկ Երբևէ մայրաթոռում մասնակցել եք այդ պատարագի։ մարդիկ չէ ես ասում եմ կներեք Երբևէ մայրաթոռում մասնակցել եք պատարագի հարցից պատասխանեք խնդրում եմ։ Սենց ասեմ ձեզ շատ ուղիղ կասեմ շատ լավ է որ չեմ մասնակցել պատարակների, որտեղ քերակին տոմփողները պատարակ դիմացել։ Ամոթ չեք ամաչում այդ սրբապղտությունների, ինձ էլ ասում եք գնամ սրբապղտություն իրականացած Դուք բեռնատարների վարորդների հարցը լուծեցիք, եկել եք եկեղեցին եք ազատագրում։ Հա, ամոթ չեք ամաչում։ Սրբապղտություն չի հիմա որ աշխարհիկ մարդիկ խորաներ բարձրանալու։ Աշխարհի ամենամեծ չէ, այդ մարդը աշխարհիկ մարդ չի։ Այդ մարդը աշխարհիկ մարդ չի, աշխարհիկ մարդ գիտեք ով է։ Ինչով եք հիմնավորում որ աշխարհիկ չի։ Հիմնավորում եմ հետևյալ կերպ։ Փոխանակ ամոթ ամաչեն այն մարդիկ եւ բոլոր այն մարդիկ, եթե դուք եք նստում, կներեք դուք էլ պետք է ամոթ ամաչեք, որ բանա եկեղեցու կանոնագծում գրված է, որ մարդը չպիտի ունենա ընտանիք, պիտի ունենա երեխաներ։ Ասում ենք դու ունես երեխա, դու ունես երեխաներ ու ձեն ծպտուն չկա, որովհետեւ դա փաստ է։ Հետո այս մյուս բանը, հետո այն մյուս բանը, հետո այն մյուս բանը։ Հետ նկարվում եք Պապան իրենց կանոնակարգն է ախր։ Իրենց չգոռում։ Ասում եմ իրենց կանոնակարգն է ներքին։ Իրենց ներքին կանոնակարգ չի, հայ առաքելական եկեղեցին է, իրենք բանը չեն, իրենց հորդուկանը չի։ Եթե ձեզ համոզել են, որ եկեղեցին իրենց հորդուկանն է, ինձ ոչ մեկ դա չի կարող համոզել։ Ուղղակի ամոթ է, ժողովուրդ ջան, ամոթ է, խայտարակություն է։ Ես չգիտեմ դուք բանը, այն մարդիկ ովքեր որ այս ամեն ինչի նկատմամբ լուռ են, ամոթ չեն ամաչում։ Ես չգիտեմ։ Պարոն Պապոյան, ձեզ համար ընդունելի է, որ Ստեփան Ասատրյանի հետ աշխարհիկ մարդիկ մտնում են ավանդատունը դուրս են գալիս։ Իմ համար ընդունելի չի, որ մարդիկ կարան կոչվեն սրբազան ու գնան իրենց քերու կնոջ հետ, չգիտեմ, ինչ-որ մարդկանց հետ եւ այլն։ Չէ, Ստեփան Ասատրյանից բացի այլ աշխարհիկ մարդիկ մտնում են ավանդատուն։ Ձեզ համար սա ընդունելի է թե՞ չէ։ Ասում եմ, իմ համար այդտեղ աշխարհիկ մարդիկ չեն ով ասել աշխարհիկ։ Մնացածին անուններով չեն կարողացել, բայց գնել Սարգսյանը ամեն դեպքում մտար դուրս եկավ։ Ես ասում եմ հետեւյալ, ես ասում եմ, որ այն մարդիկ, որոնք սրբապղտությամբ են զբաղված եւ մեր եկեղեցու կանոնակարգի բազմաթիվ կետեր խախտել են, ես դրա գիտակ չեմ, բայց ինչքանով որ ծանոթացել եմ, այդ կետերը գոնե խախտված են, կարող է էլի խախտված կետեր։ Դուք եք ավանդատունը մտնելու։ Դուք Դուք եք ավանդատուն պատրաստվում մտնել։ Իհարկե ոչ։ Այդ դեպքում ինչու մյուսները մտան։ Ես չգիտեմ ով է մտել, ով չի մտել։ Ես ասում եմ, ինձ համար գերխնդիրը հետևյալն է, որ այն մարդիկ, որոնք որ հայ առաքելական եկեղեցին սրբա, այսինքն իրենց վարքագիծը սրբապղտությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այդ եկեղեցու գրած կանոնագրքով իրանք ոչ միայն եկեղեցական չեն կարող լինել, այլենք պետք է գնան եւ աշխարհի կյանքով ապրեն։ Փող են աշխատում, արտադրամաս են սարքել։ Եկեք իրականություն խոսեք, եկեք իրական կյանքի հետ հաշվի նստեք, ոչ թե բան եք անում, որ մի հատ խեղաթ յուրեք, մի հատ մի բան ասեք, որ ուրիշ թարս ներկայացնեք, այդպես չէ։ Փաշինյանին ասել, որ կաթողիկոսը երեխա ունի, շատ վստահ ասում եք փաստերել ունենք։ Դու ես ասել։ Բան ես անում ժողովուրդը ես ժողովրդի սխալ բան է, ժողովուրդը սխալ հայտարարություններ չի անում։ Ամեն ինչ խեղաթյուրում եք, ուզում եք սուտը բանան է, Քրիստոսն է ձեզ կպատժի։ Հասկանու՞մ, որովհետև սուտը երևանները տարածելով ինչի եք ասում, ամոթը ազգանպաստ Այնտեղ Եղվարին չթողեցիք խոսակի մոտեկա։ Եթե կաթողիկոսը, եթե կաթողիկոսը երեխա չունի, ուսա զրպարտանք, լսեք էլի։ Չենք թողում։ Այանապաս Ասեք, ես ուզում եմ ասեմ բոլորը։ Եթե նա երեխա չունի, թող իր պատիվը մաքուր պահեր։ Թող վեր կենալ ասել ես ով են այս շարերը, թող հարցը լուծել։ Եթե նա ինքը իրան չի կարողանում, եթե դու հայ քրիստոնյա եք եւ այլը, կթողեք ես 30 տարվան ասեմ ինչ է եղել, դու ես մարդիկ հասկանան, դու ինձ մի լսի, բոլորը լսեն։ Ուրեմն ես գյուտարա ժողովալոյան եմ։ Ես արդեն գովազդ հրամապետի վճար եք կներեք, ես կան նկարում այսի գովազդային է։ Գովազդային չէ, ես ես փաստոր եմ։ Բայց հիմա ձեր գյուտերն են ես որ ներկանամ ով եմ, գյուտ չեմ քրիստալի։ Կառավարության մոտ ուզում եք։ Երնշակը դնեք։ Ես ասել եմ։ Ուրեմն լսեք։
բաց նամակ Ով իշխանովա նկարում։ Այս բաց նամակով դիմեմ համայր աշխարհի պետություն, համայր աշխարհի Ցույց տվեք փաստաթղթերը, ցույց տվեք։ Ովքեր ընդունում են երկնային եւ երկրային Տիրոջ եւ իր որդի Հիսուս Քրիստոսին, դիմում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Միակ հայը Նիկոլն է, Ռոբերտը Այգիլը ամբողջ ազգանից խոսում ամեն բացի, դրա վիճակը նայի։ Բամել հոգնած գալիս է ամբողջ ազգը, հետ ինչ ասելու բան, ով ես մեր ազգանից ես խոսում։ Ազգանից կի վարչապետ իրանք ունի խոսալ, սրաս նայի։ Հատի վիճակը։ Մի ամիս չլողացած եկել է ազգանից, ամբողջ ազգը։ Սողոմոն իմաստուն։ Որ ասում է Արցախը Ովեք արեկախանետ ինչա խոսում, որ կաննել եք միատել հավատել։ Միատել հայրարկե։ Ինչու այսինքն, ես քո հետ չեմ, դու գործիդ կպի։ Այս նորմալ բառապաշարը խոսա։ Շատ նորմալ եմ խոսում, դու չափերիդ մեջ մնա։ Ես մի հարց բարձրացրեցի։ Բոլորը նորմալ խոսեցին կենի այսքան տարի, որ ես ամեն ինչին հասան։ Այս ազգը արժանի է նրան, ինչը որ ունի, արժանի է սրա։ Արեք հասկանանք, ձեր հետ էլ կա խոսելու, ես առաջինը։ Որովհետև դուք մեր ազգի ամոթ Դուք ձեզ չեք հարգում։ Դուք ձեզ չեք հարգում։ Դուք հարց եք տվես, ու ասեք ձեր հարցերի պատասխանեք։ Կոնկրետ հարցախիղճ հնարավոր չի անել։ Ես հերթով բոլորիդ կարամ պատասխանել։ Քաղաքացու բերանը ինչու փակեցիք։ Ոչ, իսկ դուք սկոչ եք տեսել։ Էսի եկեղեցի է, սա եկեղեցի։ Էսի եկեղեցի է։ Կարգալույց եղած քահանա է։ Քեզով ասես կարգալույց։ Կարգալույցը չի կարա հայրանորնա հայտարարել։ Այստեղ ինձ վերել ասա տեսնեմ ինչ է։ Մի հատ անունը տասա, ուրեմն լսեք։ Մի հատ անունը տասա։ Այլ խոսքերը ինչ ասում։ Մի կռվեք։ Ձեզ ուզում եմ խոսել, դուք եկել եք ամբողջ ճշմարտ։ Մի հատ ձեր անունը ասեք։ Անունը դասեք։ Հարց ունեք, ուզեք դուք ամեն ինչ անում եք, որպեսզի մարդկանց ամեն ինչ անում եք, ուրեմն այստեղ ինձ վերել է, ցելան մեզ հետ կապ չունեն, այսօրվա սուր պատարակեր կապ չունեն։ Մի հատ անունը տասա, էլի։ Բոլոր այն մարդիկ, ովքեր հունից մի բան ունենք, մի խնդիր, ազգին փրկելու համար, մենք ինքնուրույնությունն ու ինքնապաշտպանությունը ապահովելու համար
Ջան, հետ գնացեք, հետ գնացեք, լավ հետ գնացեք։ Արդարադատության նախարար Գրիգորյանը Պարոն Սիմոնյան, ժողովրդավար երկրում մեզ չեն թողնում առաջ գալ եւ հարցեր տալ, խնդրում եմ կգաք։ Կանոններ ունի, որոնց պետք է բոլորը։ Ի որ կանոնները, Տիկին Գալյան։ Որ կանոնը։ Մեկին հղում արեք, Տիկին Գալյան։ Ժողովրդավար երկիր պետք է որ լրագրողը որտեղ ուզենա մտնել։ Մի փոքր հետ հա կանգնեք, հետ կանգնեք։ Քանի ժողովրդավար երկիր գիտեք, որ լրագրողը կարա ուզենա մտնի։ Ուր մտնի, պարոն Սիմոնյան։ Կարծում եմ ես օրինակ պատնեշը անցնեք եւ մտնեք այն տարած, որտեղ հիմա ես ուղակի մենք ուզում ենք ուղակի ձեզ հարցնել, պարոն Սիմոնյան։ Ես ձեզ ցանկանում եմ, որ դուք շատ ավելի լավ հետազոտեք, տեսնեք, թե ժողովրդավար երկրներում ինչ կա ու մեր երկրում ինչ կա։ Մինչև այդ հարցը ստեղ հարցը չի պատասխանում։
Վերև ընդհանրապես Կա։ Պարոն Հակոբյան, չեք մասնակցում պատարագին։ Մասնակցում եմ, չեմ կարողանում մտնել ներս։ Ես նոր դուրս եկա, լավ էլ տեղ կար։ Ես փորձեցի նոր առաջ գնամ, չկարողացա։ Իսկ ինչու հենց այս եկեղեցում։ Այսօր այդպես որոշեցի։ Մայրաթորն ասում է, որ այստեղ սրբապղծություն է տեղի ունենում եւ նախորդ պատարագը եւ այս պատարագի մասին ինչ կասեք։ Ես սրբապղծություն չեմ համարում որևէ պատարագ։ Պատարագը ինքնին արդեն չի կարող լինել սրբապղծ։ Մայրաթորի գնահատական ինչպես եք մեկնաբանում։ Մեկնաբանեցի։ Բայց հենց նոր որ ասացի պատարագը չի կարող լինել սրբապղծ, դա մեկնաբանություն էր Մայրաթորի հայտարարությանը։ Եվ առաջիկայում ինչ սպասենք այս հակակաթողիկոսական արշավից ինչ տեղի կունենա։ Չգիտեմ, բայց շատ ավելի հարցեր դուք լրագրողական համայնքը ունեք ուղղելու եկեղեցական բարձրաստիճան սպասավորներին, քան աշխարհիկ մարդկանց այս թեմայով։ Բայց դուք եք չէ բացել թեման։ Մենք ենք բացել, բայց մեր բացելուց հետո շատ հարցեր առաջացել են եկեղեցու բարձրաստիճան սպասավորների հետ կապված, իրենց ուղղված հարցեր են առաջացել, քան աշխարհիկ մարդկանց հետ կապված։ Հնարավոր է որ կաթողիկոսի հետ կապված էլ ինչ որ տեսանյութեր հրապարակվեն, ինչ է կարծում։ Ես ինչպես չգիտեի նախորդ տեսանյութի հետ կապված, որ հնարավոր է այդպիսի տեսանյութ հրապարակվի, այնպես էլ չգիտեմ հիմա ինչ է հնարավոր։ Եվ այդ տեսանյութը որ հրապարակվեց, դատապարտում եմ այդ տեսանյութի համ նկարահանումը, համ հրապարակումը։ Իսկ բովանդակությունը, դե բովանդակությունը, որը ենթադրյալ հոգեվորականին է առնչվում։ Դա իմ համար ուղղակի զարհուրելի է, ուղղակի ապշած եմ այդ տեսանյութի բովանդակությունով, բայց չեմ ուզում մեկնաբանեմ որևէ բան, որովհետև դատապարտում եմ համ նկարահանումը, համ հրապարակումը այդ տեսանյութի։ Իսկ այն ինչ որ կատարվում է, այսքան ժամանակ տենց շատ լսել էինք այդպիսի բաների մասին, հիմա նաև ափսոսում եմ, որ նաև տեսանք։ Միշտ եք գալիս այստեղ պատարագի։ Հա, խոսում եք, կսպասենք։ Խոսում եք, պարոն Խաչատրյան, խոսում եք, չէ, խոսում, դուք ուղղակի սպասում ենք, որ դուք մի քիչ Պարոն Համբարձվա, տպավորություն այնպես է, որ լրագրողներն են։ Ինչ է։ Սարոխյանյան։ Պարոն Սարոխյանյան, ներողություն եմ խնդրում։ Տպավորություն այնպեսին էր, որ ուզում եք լրագրողներից ազատվեք, ասեցիք խոսում եք։ Եթե ուզում եք, չենք աստեղ կակնի։ Շատ բարի։ Բայց ինչու չեք մտնում պատարագին, պարոն Սարոխյանյան։ Դուրս եկել էր սում էի։ 7 վերքում չկար այսօր պատարագը այնտեղ գնայիք։ Արցազույց դարավ, ներողություն խնդրեցինք։ Մի փոքր բան կա խոսելու։ Դուք չեք խոսում, դուք ուղղակի պարոն Խաչատրյան չեք խոսում։ Մենք գիտենք խոսում ենք, թե չենք խոսում։ Բայց մի պաշտպանեք, չեք խոսում։ Խուսափում եք, կարող է եկել եք, որ ձեզ ոքանչին չեք օգնել, կալանավորել են դրա համար մեղքերի թողություն։ Դուք արդեն ավելորդ հարցեր եք։ Ինչու պարոն Սարոխյանյան։ Դուք Աստվածաշունչ կարդացել եք, իսկ ներողություն։
Ես կասեք ինչ եք հիշում Աստվածաշնչից։ Քաղաքացիները իմանան դուք ինչ եք հասկացել Աստվածաշնչից։ Ես ձեր Մեր առաջինի կանգնած է։ Պարոն Սիմոնյան, մայրաթորը սրբապղծություն է համարում այստեղ անցկացվող պատարակները։ Իսկ իրանց արածները սրբապղծություն չեն համարում։ Իրանց արածները սրբապղծություն չեն համարում։ Բիզնեսմեն լինելը, կրիմինալ տարերի հետ կապ ունենալը, իրանց իսկ գրած օրենքը խախտելը, իրանց արածները, մնացածը սրբապղծություն չեն համարում։ Ինչ գործ ունեն մարդկանց անձնական հավատքների բաների հետ։ Իրանք անձնական կյանք չեն կարող ունենալ, որտեղ դա իրանց որոշալիքն է, բայց մարդը ում է հավատում, որտեղ է աղոթում, սրբապղծ կարելի է Աստծուն մեծարելը, հայ առաքելական եկեղեցին սուրբ անվանելը սրբապղծություն համարել։ Հենց նոր ներսում Տեր Արամ ասում էր սուրբ հայ առաքելական եկեղեցին եւ մեծարում էր, ո՞նց կարելի է դա սրբապղծություն համարել, դա նորմալ է, ես համարում եմ, որ դա նորմալ չէ։ Ես կարծում եմ, որ այս ամբողջ հարցը, եթե էմոցիան, եթե այդ քաղաքական շարժումները դնում ենք մի կողմ, այս ամբողջ հարցը պետք է շատ արագ լուծվի եւ գնդակը գտնվում է Կտրիչ Ներսիսյանի դաշտում։ Ինքը պետք է հասկանա, գիտակցի, եթե այդքան մտահոգ է, եթե այդքան կարևոր է, ինչպես ինքը ասում է, ինքը պետք է հասկանա, որ ինքը վնաս է տալիս իր գործողությամբ, իր այնտեղ լինելով, այդ կարգերով, որը որ իր շնորհիվ այնտեղ հաստատվել է հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Իսկ ինչպես եք պատրաստում կաթողիկոսին հեռացնել։ Ինչ ծրագրեր։ Լսեք, ես այդպես բաներից ոչ պատրաստ եմ խոսել, ոչ է ցանկություն ունեմ խոսելու։ Ինքը իր տեղում չի գտնվում, ինքը պետք է հեռանա եւ իր հետ մի քանի հոգի կա։ Ինչպես պետք է հեռանա։ Դե ասում եմ, պատրաստ չեմ եւ չեմ ուզում դրա մասին խոսել։ Այդ process-ը, եթե ինքը քաղաքական, ինքը լավ քաղաքական հոտառություն ունեցող մարդ է, կարելի ասել քաղաքական գործիչ է։ Ինքը պետք է գիտակցի, որ այս process-ը, որը որ սկսել է, չի կանգնելու։ Մարդ պետք է կույր լինի, որ չհասկանա, որ այս process-ը, որը որ այլևս սկսված է, չի դադարելու։ Հիմա հայկական տենց ասացված կա, հա, դանակը ոսկորին հասնելու։ Հիմա իր նպատակը դանակը ոսկորին հասնի, որ ինքը նոր հասկանա, որ ինքը պետք է ինքնական հեռանա։ Ես կոչ եմ անում, կրկին կոչ եմ անում, շատ տենց բարեդրացական վերաբերմունք ունենալով, կոչ եմ անում, կալավ ավարտեմ, թույլ
թույլ կտակ ավարտեմ, թույլ տալիս եք ավարտեմ, լրեք ուրեմն։ Թող ինքը գիտակցի, որ պետքա չբերի հասցնի այն պահին, որ արդեն ինքը ուղղակի այլընտրանք չունենա, քանի ինքը այլընտրանք ունի, կարող է ինքնուրույն այդ որոշումը կայացնել, ինքը պետք է այդ որոշումը կայացնի։ Պարոն Սիմոնյան, մի հարց կարելի է, ասում եք իստեղում չէ, քաղաքացիներ կան եւ արձագանքներ կան, ասում են ձեր իշխանությունները իստեղում չէ, Նիկոլ Փաշինյանը իստեղում չէ։ Իդեալական, 6 ամիս հետո կգնանք կքվեարկենք։ Դա եմ ասում, կարծիքներ կան, ասում են թող 26 թվականի ընտրությունները լինեն, այս ծրագիրը սա էլ թող ձեր ծրագիրը լինի, որ Բեհարյանը պետք է ազատվի եւ եթե ժողովուրդը աջակցի, լինի։ Միջև դա չի կարելի դա քաղաքականացնել։ Սա հավատքի մասին է, սա մարդու մասին ասա քաղաքական գործընթաց չի, քանի որ ներողություն ձեր թիմակիցներն ժողովուրդն է որոշում։ Լավ են անում, ասում են, լավ են անում։ Ժողովուրդը արդեն երկրորդ տեղն է համայնքում պարտվում է։ Լավ են անում, ասում են։ Դա ես դրա համար պայքարել եմ, մենք բոլորս դրա համար պայքարել ենք, որ ով ինչ կարծիք ունենա, բարձր կարողանա ասի եւ մտածի, որ իր կարծիքը ամենահեղինակավորն է։ Ես ուրախ եմ, որ այս կարծիքներ կան, ընտրություններ կլինի, այն ծրագրով, որ կգնանք, մեր քաղաքացիները կքվեարկեն։ Դե օպերատորներն մտցնում են կամերան, մարդկանց տարանջատում են իրենց, բայց ոչ մի բան չես։ Եթե հարց ունեք տալ, տվեք։ Ինչ է, հենց հիմա, իսկ ուրա որ ձեզ խոչընդոտում են։ Իմ հետ չես Ձեր նպատակը ինչի վիճելն է, որ ասում եք ինչ է կարողանում։ Չէ, իմ նպատակը բան է վիճել։ Դուք մեջքով կանգնած եք, պարոն։ Դա վարի դրա մասին չխոսանք։ Դա պարոն Սիմոնյան, հիմա փաստորեն ըստ այս գիրակի ավելի շատ մարդ կար այստեղ պատարագի մասնակցող, թե նախորդ։ Ես դրանով չեմ ուզում զբաղվել, գնացեք հաշվեք, չգիտեմ, հիմա որ դա կարևոր չի, կարող է ընդհանրապես մարդ չլիներ։ Պարոն Սիմոնյան, մեկ կարելի է ձեզ գնալ։ Շնորհակալ ենք ձեզանից, ձեր աշխատանքների համար, միշտ այդ ձեր պահեք։ Մենք ձեր կողմն ենք, պետության կողմն։ Շնորհակալություն ձեր աշխատանքների համար։ Պարոն Սիմոնյան, պարզապես հարցը այն է, որ դուք նշում եք ժողովուրդն է որոշելու, ընտրությունների հետ պետք չէ սա խառնել, բայց 2021 թվականին ձեզ ձայն տված քաղաքացիներից շատերը համաձայն չեն այն նրա հետ, ինչ հիմա տեղի ունենում։ Եվ հիմա ովքերով եք ազատելու, ովքերով համաձայն ենք։ Բայց դա ժողովրդի հասկանամ դուք ամբողջ ժողովրդի անունից կա որևիցե մարդ, պետություն, իշխանություն, չգիտեմ, կուսակցություն, որ կարող է խոսալ։ Ես ուզում եմ հասկանամ ձեր բացարձակ միասնականության ձգտումը Հայաստանի Հանրապետության միասնականության ձգտի չկա տենց բան, չկա, բացարձակ բոլորը հավատացյալ են Հայաստանի Հանրապետությունում, բա ինչ է, բացարձակ բոլորը ինչ որ դուք հավատացյալներին եք ներկայացնում։ Չէ, ուզում հասկանալ, ես ինձ եմ ներկայացնում, ես ձեր հարցն եմ ուզում հասկանալ, ձեր բացարձակության ձգտելու օրինակ եմ ուզում լսել, որևիցե կա բացարձակ բան։ Ինչ եք ուզում որ բացարձակ բոլորը համաձայն։ Նույնիսկ մեր կուսակցությունում մենք մեծամասնությունը համաձայն չէ։ Նայեն ջան, նույնիսկ մեր կուսակցությունում, վարչությունում հարցեր են լինում, որ մեծ ոչ թե բացարձակ, այլ ասենք քվեարկությամբ կիսվում է, լինում է 6-ը 5-ի եւ 6-ը 4-ի։ Այս հարցի շուրջ կուսակցությունում ինչպիսին եք վոտան, այսպես ասած։ Բացարձակ։ Բա այդ ո՞նց է որ բացարձակ։ Որովհետեւ մենք համակիր ենք եւ կիսում ենք մեր գաղափարը, մեր ներսում, եթե խնդիր ենք ունենում, դրա մասին բարձր խոսում ենք։ Էջմիածնի հավաքը երբ է։ Դրանց վերջացնեմ։ Էջմիածնի հավաքը երբ է նախատեսվում, որի մասին Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարել էր։ Այլ հարցեր չկա, ներողություն, ինչպես չկա, Նիկոլ Փաշինյանն իմ մոտ չկա այդպես ինֆորմացիա, չեմ լսել։ Այլ հարցեր կան, չեն խանգարում ոչ մեկի տեսախցիկին։ Չէ, կարող է, բայց հիմա թեքվեք մեջքով էլի խանգարում։ Հա, բայց ինչ եք ուզում որ մեջքով թեքվեմ, հետևիցս գա ձեր տեսախցիկով։ Եթե հարցեր ունեք, քաղաքացին բան ասում պետքա ֆիքսել։ Պարոն Սիմոնյան, մի հատ հարց տամ, արի եսքով տեսախցիկ։ Սպասի դու օրի։ Մենք ինչ պատկերացի։ Արա, պետու։
բոլորիս խնդիրն է, մեր երեխեքն են Աբերտացիոն ցարական բոլորիս ասելով չի։ Իհարկե, ձերը ջիպ է, դրանով է գնում դրանով։ Դառնա թեկուզ մյուսին է։ Հիմա խնդրում եմ։ Ես ուրիշ բան, ըստ է պիտի ժողովուրդը հենց եկեղեցի, ես ասում եմ 7 տարի առաջ ճանապարհների կարգավորումը շրջանաձև ճանապարհների կարգավորում։ Լսեք ասեմ, դրա համար ձեր անունը ոնց է։ Աշոտ Դալլաքյան։ Աշոտ Դալլաքյան։ Ինձ հրավիրեք, ես ճանապարհային ոստիկանություն տրանսպորտի վարչություն։ Մի րոպե, թող աշխարհն իմանա, թող ժողովուրդը աշխարհի իմանա, հեսա լրագրողները կան, նարգել խնդրում լուսաբանի թող աշխարհը իմանա, որ վաղը դուք եք պատասխան տալու այս մեռելների համար։ Շատ հազար Են ինչ ավտոբուս։ Նարը գնանք տնանք են ինչ ավտոբուս, մաշին բանա։ Դուք դպիր եք։ Չեք ուզում խոսել, որ նաև ձեր այս տատուն, որը հիմա կադրում երևում է շատ քննարկվեց, այս մասով չեք ուզի բարձաբանում տալ, ասում են եկեղեցին չի ընդունում դաջվածքները։ Կան քննադատություններ, գուցե խոսեք նաև, որ հնարավոր լինի ձեր տեսակետը հանրությանը փոխանցենք։ Այս մարդիկ ճիշտ հարց են բարձր, նա ինչ իրավունք ունի։ Բայց ես կարող եմ այդ հարցը շարունակել բարձրացնել։ Շնորհակալություն։ Իսկ Աջապահյանին ես ձեզ կասեմ, շատ իզուր եք պահում։ Նրա նման արդար մարդ գոյություն չունի։ Ես եկեղեցու պաշտպան եմ, ես ժողովրդի պաշտպան եմ, ես առանձնություն չեմ դնում, բայց եթե եկեղեցին չի ավելի շուտ հոգևորականն է ինքը պղծվում, նա իրավունք չունի մտնելու այնտեղ, ես ասում եմ, նա պիտի չաշխատի այնտեղ, ինչի չունենք մենք, ինչի պիտի նա երեխա ունենք, Շնորհակալություն, ամեն դեպքում ձեր կարծիքը հայտնելու համար Եկեղեցու բան չեն ասում, եկեղեցու բան չենք ասում, մենք քրիստոնյան եկեղեցին ոչինչ չունենք ասելու, մենք եկեղեցին բռնազավթած բան կտրիչին ենք ասում, նա իրավունք չունի այնտեղ մնալու, դարձրել է որջ եկեղեցին։ Կա ամոթ հայ եք դուք, անկախ նրանից թե ում եք աջակցում, դուք պիտի պարկեշ լինեք, դուք պիտի ճիշտ լինեք, անհողդոտ լինեք, ամոթ ունեցեք, պրովոկացիոն հարցերը, 10 խնդիր եք տեսնում եկեղեցու հետ։ Եկեղեցին ինքը մեծ խնդիր է արդեն, որովհետև երբ որ կաթողիկոս մենք չունենք, կաթողիկոսը 1000 ու մի բանով զբաղվում է, բացի նրանից ինչ առաքելությամբ, որ մենք եկեղեցի ենք մտնում եւ ուզում ենք տեսնել այդպիսի կաթողիկոս, ինչպես որ ունեինք նախկինում մի երկու հոգի։ Զորօրինակ մեր Վազգեն առաջինը։ Հետևաբար, եթե իրենց առաքելությունը նրանք չեն կատարում, զբաղված են աշխարհիկ կյանքով, զբաղված են ուրեմն անառակությամբ, անդամաշապիկներին ներկժում, կուսաթաղանթներին ներկժում, մոմը տոննայով, ամեն շաբաթ տոննայով 50 տոն մոմ է գալու, ամբողջ հանրապետությունով մեկ այդ մոմերը վաճառվում է եւ որպես եկեղեցու առաջնորդ, հա, ես կաթողիկոս չեմ էլ ուզում ասեմ, նա իր ապրանքը եկող չի մաքսազերծվում։ Այսինքն ասում են դա եկեղեցու ներքին հարցերն է, ներքին հարցը ինչ ինքը դարել է, հրճակվել է, ապօրինաբար կաթողիկոս, այդ օրվանից եկեղեցին մինչև վերջերս վերանորոգման մեջ էր։ Եվ թե ինչ է անում տակը, չէ՞ որ այնտեղ մենք գանձեր ունենք։ Ինչ է անում այդ ինչ փոփոխություն կատարեց եւ որքան որ իմ տեղեկություններով որքան որ ես գիտեմ գուցե եւ ճշտված չի հնարավոր է այդպես չի բայց հավանականությունը մեծ է որ այդտեղից դուրս է գալի Թուրքիա ճանապարհ է բացել այ ռեմոնտը դրա համար էր
Եվ հետո այնտեղ բան կա, մի ծիծաղ ես լուրջ եմ ասում։ Եվ այնտեղ որ մտնում եք առաջնորդարան, այնտեղ թանգարանատիպի բան կա, դամբարանա կոչվում, պատուհաններն են դագաղաձև է։ Գնացեք տեսեք, դագաղաձև։ Ով մեծ գումար է տալիս, Բրոնյա անում այնտեղ տեղը իր հարազատին կամ ինքը այնտեղ պիտի թաղվի։ Իբր թե ես չեմ հասկանում ինչ է, այսինքն որ թաղվեցիր քո մեղքերով, դու այնտեղ թաղվեցիր։ Ինչն է փոխում քո կյանքում, Հիսուսն այնտեղ եղածին ներելու է, հա։ Մենք էլ մնալու ենք դժոխքում ու միլիարդներ են տրամադրել հենց այդտեղ Քրքորյանի կարծեմ ծնողներն են այդտեղ, ուրեմն Քոչարյանը ունի այդտեղ բան վերցրած նախապես, անկեղծ եմ ասում, ես զրուցել եմ հենց մոմա վաճառի հետ եւ ուղիղ եթերով ինքը չէր տեսել, որ ես նկարում եմ, ուղիղ եթերով հերարցակել եմ։